Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից եվրոպացի անզեն դիտորդների պարեկությունից հրաժարվելու Երևանի հերթական զիջումներով Ադրբեջանը նախաստորագրեց խաղաղության պայմանագիրը եւ այն վերջնական դարձնելու ճանապարհին մնացած միակ խոչընդոտը թեպետ Ալիևը մեր ներքին գործերին չխառնվելու երթումը Ամերիկայի նախագահի առջև էր տվել։ Շարունակում է պնդել, թե Հայաստանի սահմանադրությունն է մայր օրենքը, որտեղ էլ իբր տարածքային պահանջներ կան իրենց նկատմամբ։ Ալիևը նույն օգոստոսի 8-ի գագաթնաժողովից հետո ոտքը սպիտակ հազիվ հասցրել էր դուրս անել, վստահություն հայտնեց Հայաստանն այդ փոփոխությունն անելու է։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի սահմանադրությունը փոփոխելիս հայկական կողմը նույնպես նշում է, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները նման կերպ կբացառվեն։ Թեպետ իշխանափոխությունից հետո սահմանադրական փոփոխությունների հարցն օրակարգային էր մեր երկրում, այնուամենայնիվ առանցքային դրույթներից հրաժարվելու առարկայական հայտարարությունները բաց ուղիղ տեքստով հենց օրինակ սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղում չկատարելու մասին իշխանություններն արեցին Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունների սեղանին նստելուց հետո, ու թերևս սա էր պատճառը, որ հասարակաղաղական քննարկումներում կարմիր թելի նման անցավ, թե գործն իրականում Բաքվի հերթական պայմանի հետ է, մինչդեռ ամենաբարձր մակարդակով իսկ կառավարությունը հերքել է պնդումը։ Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա ընդ որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին։ Եվ հենց այստեղ ներքին լեգիտիմության թեման շարունակելով վարչապետը դարձյալ ընդգծում է նոր սահմանադրություն ունենալու կարևորությունը, ասում, թե մեր մայր օրենքի նկատմամբ օտարության զգացողություն ունեն քաղաքացիները, ընդ որում դեռ 1995-ից, երբ ընդունել ենք մեր առաջին իրավական գլխավոր փաստաթուղթը։ Ուրեմն ինչու ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն։ Փաշինյանը հիմնավորում է ձևակերպելով. Հայաստանի համար սա նոր քաղաքական եւ պետական վարպետության փուլ է։ Իդեպ գործադիրը նախատեսում է սահմանադրական հանրաքվեն անցկացնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսպես երկրի ղեկավարի պնդմամբ հնարավորություն կընձեռեն համապետական ընտրությունների մասնակից քաղաքական թիմերին քարոզարշավի ժամանակ ժողովրդի հետ կիսել նաև իրենց դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, եւ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ եւ միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում՝ ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանը։ Համանadrությունը ոչ մեկի բարեկամը չէ, որպեսզի լինի օտարության կամ բարեկամության զգացում։ Համանadrության նկատմամբ օտարությունը առասարակ իրավական քաղաքական ելույթ չէ։ Չկան իդեալական իրավական կարգավորումներ եւ չկան իդեալական իրավական փաստաթղթեր, ուղղակի չեն կարող լինել։ Միշտ լինելու են թերություններ, միշտ լինելու են խնդիրներ, համանadrությունը չի կարող պետության գոյություն երաշխավորել կամ ոչ աշխարհի ամենաթույլ երկրի ամենաուժեղ համանadrությամբ չի կարողանա երկար կյանք ունենալ։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների խորհրդին, ապա այն, որ մայր օրենքի նոր տեքստը մինչև եկող տարվա համապետական ընտրությունները պետք է պատրաստ լինեն, հայտարարել է նաև արդարադատության նախարարը, ով ի պաշտոնե նաև ղեկավարում է խումբը, իսկ վերջին անգամ այս կազմի անդամները գրեթե 1 ամիս առաջ հոկտեմբերի 31-ին են հավաքվել, նիստ գումարել։ Լրատվականին նախարարությունից տեղեկացրել են, անկախության հռչակագրի հղման հարցը չեն քննարկել, դրան առայժմ չեն հասել։ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Հայաստանի տարածքները, կարծես թե չի էլ պատրաստվում սահմանազատման եւ սահմանագծման հաջորդ աշխատանքները սկսել։ Այդ երկրի կողմից օկուպացրած տարածքներից եւ յուրաքանչյուր անգամ, երբ հարց է ուղղվում Հայաստանի իշխանություններին, թե ինչպես են Հայաստանից զավթած տարածքները վերադարձնելու, ներկայացվում է սահմանազատման եւ սահմանագծման օրինակը։ Հայաստանի պաշտպանության նախարարը եւս այդ տարբերակով է պատկերացնում Հայաստանից Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքների վերադարձը։ Պապիկյանը հայտնեց, թե Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ ևս ադրբեջանական հողեր կան։ Դրանց հարցն էլ ըստ նրա սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը պետք է լուծի։ Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Հայաստանի զինված ուժերում կես տարով ծառայությունը կրճատելու մասին Պապիկյանն անտրամաբանական է համարում հայտարարությունները, թե դա իր հերթին կբերի բանակի կրճատման։ Պաշտպանության նախարարը պնդում է ծառայությունը կրճատելուց հետո կանցնի 1.5 տարի եւ նույն թվականակով քաղաքացիներ կզորակոչվեն բանակ։
1.5 տարի հետո լինելու է, որ 2 զորակոչ կամ 2 զորակոչի այն հատվածները, որոնք պայմանագիր չեն կապել պաշտպան հայրենացու, պիտի զորացվեն։ Տեղի է ունենալու հետևյալը. 1.5 տարի հետո 2 զորակոչ զորացվելու է, բայց այն որ բանակը կրճատվում է, դա իրականության հետ կապ չունի։ Ընդդիմադիրները կարևոր խնդրի անդրադարձան, չէ՞ որ մարտական դիրքերում թերհամալրվածություն կա եւ այդ ֆոնին ծառայության ժամկետի կրճատում։ Շատ կարևոր է, որպեսզի զինված ուժերի հիմնական հատվածը ոչ թե զբաղվի մարտական հերթապահությամբ, որքանելու վաթենչի երբեմն պահակությամբ, այլ զբաղվի մարտական պատրաստությամբ եւ բարձրացնի իր կարողությունները։ Հիմա վարժական հավաքների նպատակը այն է, որ մեզ անհրաժեշտ է ունենալ պահեստազոր, որը ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել իր խնդիրը եւ դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Պապիկյանը շատերին հայտնի թեզն առաջ քաշեց զինված ուժերի համար կարևոր առաքելությունը պաշտպանունակությունն է, ոչ թե մարտունակությունը։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ, թե եթե ծառայության ժամկետը 6 ամսով կրճատվում է ու զինված ուժերում թվային փոփոխություն տեղի չի ունենում, այդ դեպքում 1 տարով թող կրճատվի ծառայությունը։ Եկեք միանգամից մի տարի դարձնենք։ Տարբեր մարտական հերթապահություն իրականացվող տղաները նույնիսկ նախատեսվածից շատ ավելի շատ երկար են մնում իրենց դիրքերում, որովհետև հերթափոխի խնդիր է առաջանում։ Ես այդ մտահոգությունն ունեմ, որ 1.5 տարի դարձնելուց հետո այդ խնդիրը կարող է ավելի սրվել։ Գրիգորյանի առաջարկն է, օրինակ, եթե կառավարությունը ցանկանում է պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնել, բազային աշխատավարձը պետք է բարձրացնել։ Ես վստահ եմ, որ չի կարող սահմանին կանգնած զինվորը պայմանագրային զինծառայողը ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկը Երևանի օրինակ կենտրոնում կանգնած։ Սա հիմա այդքան էլ իրականության հետ աղերս չունի, որ պարեկը ավելի շատ է ստանում, քան տրված է այդ հնարավորությունը զինվորին։ Այսօր մեր բազմաթիվ պատրաստված զինվորներ գուցե կրկնակի անգամ ավել են ստանում պարեկներից։ Պաշտպանության հանձնաժողովը կողմ քվեարկեց զինված ուժերում ծառայությունը 6 ամսով կրճատելու նախագծին։ Նախագիծը ազգային ժողովի պատգամավորները կքննարկեն նաև լիագումար նիստում։ Զինծառայության օրենքի փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից եւ հետադարձ ուժ չի կարող ունենալ։ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ազգային ժողովի աշխատակազմից ստացել է պատասխան, ըստ որի 2020 թվականի պատերազմը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ազգային ժողովի նախագահային ուղարկված զեկույցը չունի իրավական կարգավիճակ, ինչի պատճառով էլ իրեն չեն կարող տրամադրել նիստերի արձանագրություններին ու զեկույցներին ծանոթանալու հնարավորություն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, ըստ որի դատապարտում է առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը։ Հարցը քննարկվել է Հայաստանյան եպիսկոպոսատ եւ թեմակալ առաջնորդների ժողովում։ Եպիսկոպոսած դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության եւ առավել զորացման։ ՀԱՊԿ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ Մենք գոհունակությամբ նկատում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը եւ մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը եւ կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը, ասված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Բիշկեկի գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող մշակութային եւ բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը, ստանալով 161-ից 105 ձայն։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցությունները շարունակվում են, սակայն դրա համար հստակ ժամկետներ Հայաստանի արտաքին գերատեսչությունից դեռ չեն հայտնում, տեղեկություն չկա։ Գործընթացը նորմալ շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այդ առումով կան նաեւ
անընդհատ կոնտակտներ։ Սահմանազատման գործընթացը Սյունիքում շարունակվում է, փոխնախարար Սաֆարյանը այս հարցին էլ հստակ պատասխան չտվեց, ասաց, զարգացումներ կլինեն, անպայման կտեղեկացնենք։ Փոխվարչապետ Գրիգորյանն էր ազգային ժողովում հայտնել, թե արտահերթ սահմանազատման գործընթաց պետք է սկսեն Հարավում։ Նրա ձևակերպմամբ Թրամփի ուղու ստեղծման ու սպասարկման ուղղությամբ էլ ակտիվ քննարկումներ են ընթանում Հայաստանի եւ Ամերիկայի միջև։ Որևէ թուրքական կազմակերպություն կարող է արդյոք ներգրաված լինել գործընթացում, երկու կողմերն են որոշելու, փոխարտգործնախարարի պատասխանն է։ Բնականաբար երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը եւ առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերությունը առաջին փուլում։ Հիմա քննարկումները հենց դրա մասին են ընթանում, հայ-ամերիկյան համատեղ ընկերության։ Նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված գագաթնաժողովին Հայաստանը կրկին չի մասնակցի, միաժամանակ սակայն համաձայնություն է տվել այնտեղ քննարկվող եւ ընդունվող փաստաթղթերին։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հապկից դուրս գալու հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում կա արդյոք, փոխնախարար Սաֆարյանը բացասական պատասխան տվեց։ Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկում կիբերհանցագործները, ներքին գործերի նախարարությունից են փոխանցում։ Նամակները ուղարկում են տարբեր անհատների եւ ընկերությունների էլեկտրոնային փոստերին, նպատակ ունենալով խաբեությամբ գումար հափշտակել։ Իրավապահները զգուշացնում են կեղծիքի մասին, միաժամանակ ընդգծում ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում։ Մեդիա փորձագետները հորդորում են անտեսել նամակները, չտրվել սադրանքների եւ խայծը կուլ չտալ։ Էլեկտրոնային փոստով մենակ ճանապարհային ոստիկանությունն է ուղարկում այդ բանկների մասին եւ այնտեղ կոնկրետ հղում է, որը տանում է հենց ճանապարհային ոստիկանության կայ վճարելու համար։ Մնացած բոլոր նմանատիպ դեպքերում, երբ որ մատուրա քրեական գործ հարուցված եւ այլն, դա էլեկտրոնային փոստով չի արվում։ Միշտ կա ինչ-որ քանակի մոտ, որ խայծ ուտում է։ Սովորաբար մարդուն առաջարկում են տուգանք վճարել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, եւ այդտեղ արդեն գնում է գումարի փոխանցում, պլյուս նաեւ բանկային քարտի տվյալներն են վրայից վերցնում։ Առաջարկվում է ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել 1 տարով 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականից։ Երրորդ երկրից Հայաստան էլեկտրական մեքենաների ներմուծման դեպքում գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Մասնավորապես Հայաստանը 2022-ին ունեցել է 7000, 2023, 24, 25 թվականներին 8000-ական էլեկտրական շարժիչով մեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում։ Ավելացած արժեքի հարկի եւ մաքսատուրքերի վճարման ազատման արդյունքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները, մասնավորապես 23 թվականին ներմուծման ծավալը կազմել է 9635, ինչը 22 թվականի համեմատ աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11793։ Տարեսկզբից մինչև նոյեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում էլ համաձայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների արդեն իսկ Հայաստանը ներմուծվել էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16381 միավոր ավտոմեքենա եւ 2479 միավոր մոտոցիկլետ մոպեդ։ Այս հանգամանքները հաշվի առնելով է, որ առաջարկվում է երկարաձգել ավելացված արժեքի հարկի արտոնությունը։ Միաժամանակ առաջարկվում է այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, այսինքն 24, 25, 26 թվականի արտադրության ավտոմեքենաների համար։ Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության զարգացմանն է միտված տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկված մյուս հարցը։ Առաջարկվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանին ներգրավել միջազգային գնահատման շուկայում եւ ստեղծել այնպիսի համակարգ, որը ապահովում է բարձր որակի, վստահելի եւ ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում։
Պետությունը եթե կնքի պայմանագիր, միջազգային պայմանագիր Հայաստանի Հանրապետության հետ, դա կնշանակի, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա նա պարտավորվում է նաև ընդունելու Հայաստանի Հանրապետության որակավորած անձի ծառայությունները իր պետության տարածքներում։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունիսի 29-ը պետական տուրքի մասին օրենքի համապատասխան հոդվածով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց ազատել պետտուրքի եւ դրա չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։ Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 81%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2 տրիլիոն 409 միլիարդ դրամ, ինչը 2024-ի համադրելի ցուցանիշից պակաս է 3%-ով։ Շինարարության ծավալն էլ հունվար-հոկտեմբերին կազմել է 551 միլիարդ 4 միլիոն դրամ, 2024 թվականի համադրելի ցուցանիշից 26%-ով ավելի։ Ավելի է թանկանալու, հավաստի աղբյուրներից ծանոթացել ենք, նոր տարուց հետո էլ ավելի կարող է թանկանալ։ Վերջին ամիսներին ոսկու գինը միջազգային շուկաներում գրանցել է աննախադեպ Հրաչյան Ալբանդյանը, ով արդեն 20 տարի է զբաղվում է ոսկերչությամբ, դժգոհում է, չգիտի տեղավարձի գումարը տա, թանկ գնով հումքն առնի, թե ոչ, որ գոնե մինիմալ շահույթ ստանա։ Մենք օրվա արքով ու վաճառքով տարված մարդիկ ենք, որ օրը ասենք մետաղը առանք պատվեր ընդունեցինք, գնով էլ սարքում ենք, գինը արդեն բարշած վիճակում, վաճառում ենք, հույս ունենալով շահույթ ակնկալել, բայց չի ստացվում։ Տնտեսագետները նշում են պահանջարկի բարձրացմանը միաժամանակ նպաստել են մի քանի գործոններ։ Գործատուների միության նախկին նախագահի խոսքով ոսկու գնի բարձրացման առաջին պատճառն այն է, որ պետությունները իրենց ոսկու պաշարների ֆոնդերն ավելացրել են, այսինքն ոսկի են գնում տնտեսական կայունացման համար եւ միջազգային շուկաներում վարկերի ստացման երաշխիքներ ապահովելու նպատակով։ Որպես կայունացնող ֆոնդ երկրները մեծացնում են իրենց պաշարները, ինչի հետևանքով էլ պահանջարկը աճում է։ Երկրորդ կարևոր պատճառը ոսկու օգտագործումն է էլեկտրոնիկայի ոլորտում։ Էլեկտրոնային բաղադրիչների, սերվերների եւ տեխնիկայի արտադրության մեջ ոսկին շարունակում է մնալ առանցքային, հատկապես արհեստական բանականության զարգացման պայմաններում։ Այ արտադրողների դեպքում, քանի որ իրենք ոսկին ձեռք են բերում որպես հումք, որ այդ ոսկին օգտագործեն ոսկեչական իրեր արտադրելու համար, իրենք ոսկու գնի թանկացման պատճառով ստիպված են նաև պատրաստի իրը, ասենք մատանի է, շղթա է կամ ոսկեչական արտադրանքի գինը բարձրացնել, որտեղ իրենք իրենց աշխատավարձը կամ իրենց օգուտը արդեն չեն կարող անդադ կրճատելով գինը թողնել նույնը։ Առել ենք $75 լոմի սորական 58-ի արքու վաճառքը արժի $75, սարքողը, պատրաստողը մի գրամի մեջ մի $10 եկամուտ է տեսնում, պատրաստելուց հետո կտրուկ, որ տեղի ունենում թանկացում, այդ թանկացումից հետո ինքը էլ չի տեսնում այդ եկամուտը։ Մակարյանի խոսքով ոսկու շուկայի վրա ազդում է նաև առաջարկի սահմանափակումը, արդյոք ոսկու գնի աճը կապ ունի բիթքոյնի կամ այլ թվային ակտիվների հետ, տնտեսագետները այստեղ կապ տեսնում են։ Եթե ոսկու գինը կառուցվում է արտադրողների ծախքեր գումարաշահույթ, հետո բորսայական առևտուր եւ բորսայական շահույթ, որ բրոկերներն են այստեղ արդեն աշխատում, եւ վերջնական իմաստով, եթե նա այդ ոսկին գնում է ոչ թե արդյունաբերություն եւ դառնա ինչ-որ զանզան փոքր դետալների միկրոչիպերի հիմնականում մաս, այս ժամանակ արդյունաբերական ձեռնարկություն գումարը ծախք, եւ եթե գնում է ոսկերչություն, այս ժամանակ ոսկերչական արտադրական ձեռնարկությունների կամ այդտեղ վարպետների, արհեստանոցների ծախքեր եւ դրանց առողջային հավելավճար։ Ոսկու ամբողջ գնագույացումը այս ճանապարհն անցնում։ Մասնագետների խոսքով ոսկերչական շուկան հիմա լճացման փուլում է, գները բարձր են, իսկ գնողունակությունը ցածր, մարդիկ ավելի հաճախ նախընտրում են գումարը պահել այլ ակտիվներում եւ այլ կապիտալ ձեռք բերել, օրինակ ավանդներ։ Թե ինչպես կհավասարակշռվի պահանջարկն ու առաջարկը ըստ մասնագետների կախված է համաշխարհային տնտեսությունից, ինչպես նաեւ տեխնոլոգիական զարգացումների տեմպից։
Առողջապահության նախարարությունը առաջարկում է խստացնել դեղերի գների վերահսկողությունը, ներմուծման ու լիցենզավորման կարգերը, դրանք համահունչ դարձնելով ԵԱՏՄ կանոններին։ Փոփոխությունները թույլ կտան ներմուծել նաև գրանցում չունեցող, բայց կենսական նշանակություն ունեցող դեղեր եւ պարտադիր դարձնել պահեստների հավաստագրումը, ապահովելով դեղերի բարձր որակ, անվտանգություն ու մատչելիություն։ Նոյեմբերի 27-ին Դաշտադեմ Քարակերտ ճանապարհին 45-ամյա Համլետը հովո-բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Թալինի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, Թալին բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Նրանք տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Իմ տեղեկություններով վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նոյեմբերի 27-ին Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու օփելը, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վերջին 10 օրվա ընթացքում սա արդեն 2-րդ դեպքն է։ Հատկանշական է այն, որ տարածքում չկան ուղեփակոցներ, անհրաժեշտ կահավորանքը բացակայում է։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից սակայն հայտնել են, որ դա իրենց գործը չէ, այլ Արարատի մարզպետարանի եւ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարության։ Բայց որ Հարավկովկասյան երկաթուղիները պետք է հետևություններ անի համագործակցի Արարատի մարզպետարանի, Մասիսի քաղաքապետարանի հետ եւ լուծում գտնեն այստեղ պարտադիր գոնե մի 300-500 մետր հեռավորության վրա տեղադրեն ուղեփակոցները, ինչը հաստատ երաշխիք կլինի, որ նմանատիպ դեպքեր տեղի չունենա։ Վարորդը գալիս է, տեսնում է ուղեփակոցը չկա, ճանապարհը բաց է, ինքը փորձում է անցնել, ահա տեսեք, այսպես փորձում է գնացքի վրայով, գծերի վրայով անցնել, գնացքի գծերի վրայով անցնել ու բախումը տեղի ունենում կամ բեռնատար գնացքի կամ մարդատար։ Նոյեմբերի 26-ին Ստեփանավան քաղաքում բախվել են 22-ամյա Հովանեսի Մերսեդեսն ու 35-ամյա Ալեքսանդրի օփելը։ Վարորդները եւ 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավան բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Ստեփանավանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Եվ տևական ժամանակ վարորդների համար իսկական գլխացավանք դարձած Նուբարաշենի ճանապարհը նորոգվում է։ Նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ են տեղադրվում։ Դրանց բարձրությունը հասնում է մոտ 11 մետրի։ Աշխատանքները Երևանի քաղաքապետի կարգադրությամբ շաբաթական 3 անգամ ստուգում այ քաղաքապետի տեղակալը։ Ճանապարհաշինարարներն ամեն մանրուք են մտածել, քանի որ այն սողանքային հատված է համարվում։ Այս հենապատը հիմնական կետա չէ։ Նոր արմատուրաները, որոնք արդեն հենապատի համար մոտավորապես երևի մի 20-25 մետր արդեն կառուցվել է, սա տեսնում եք նոր արմատուրաներն է, որոնք օգտագործում են հենապատի եւ հիմքի համար։ Այսքան համբերել եք ժողովուրդ ջան, մի քիչ էլ համբերեք, այն որ ասում է շատը գնաց, քիչը մնաց, բայց այս ճանապարհը 0-ից Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ կառուցվում է։